Ինչ եք տեսնում։ Չգիտեմ նկարի մեջ ինչ եք տեսնում, բայց դա Պատմոս կղզին է, այնտեղ որ Հովանես առաքյալը աքսորվեց, այն առաքյալը, որ Տերը ասեց դու քո մահով ես մահանալու, բոլոր առաքյալները Քրիստոսին նահատակվեցին, ամեն։ Երևի շատերը եղել եք, չգիտեմ, տարբեր տեղեր Հունաստանում, գիտեմ, որ Մելիք եղբայրը գնացել է Գոհարքույր, դուք Պատմոս չգնացիք, չէ՞ երևի, չստացվեց։ Բայց ասում են մոտավորապես սա է, այդ կղզիներից մեկը Պատմոսն է, այսպես ասած, շատ հետաքրքիր տեղ է։ Եվ Աստված այդտեղ խոսած Հովանես առաքյալի հետ, Փառքեր Հիսուսին, ինչ եք տեսնում։ Այսօր իմ խոսքի նպատակն է, որ այնինչ որ լսում ենք, կարողանանք այդ բաները տեսնենք, քույր եղբայրներ, համաձայն եք։ Լսելը բավարար չի, հավատացեք, դեռ մանրամասը կասեմ։ Արթնությունը, կրակը գալիս է այն ժամանակ, երբ որ մեր լսած բաները կարում ենք տեսնենք։ Ամեն։ Այսօր դրա մասին ենք խոսալու, թող Տերը առաջնորդի սիրելի քույր եղբայրներս եւ մեր հոգու աչքերը բացի, որ մենք կարողանանք տեսնենք այն բաները, որ Տերը պատրաստում է մեր համար։ Ես մի տարի առաջ խոսում էի, որ տեսնենք այն բաները, որ Տերը պատրաստում է, Աշոտ եղբայրս ասեց, սրտի աչքերը հավատքն է, հավատքով պետք է տեսնես։ Մինչև այսօր այդ խոսքը հիշում եմ, Աշոտ եղբայր, ամեն, հալելույա։ Հավատքով կարող ենք տեսնել, ամեն, սիրելի քույր եղբայրներս, ինչ ենք տեսնում։ Հովանես առաջի գլուխ 4-րդ համարից եմ կարդալու, այսօրվա պատգամը թող խրախուսի մեր սիրտը, հոգին ու անձը, միտքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի իր հոգու միջոցով, ամեն։ Հովանեսից Ասիայում գտնվող 7 եկեղեցիներին շնորհ լինի ձեզ հետ եւ խաղաղություն նրանից, որ է եւ որ էր եւ որ գալու է, հալելույա։ Տերը գալու է, ուղղակի նա չի գնացել, քույր եղբայրներ։ Զատիկը մենք հեսա կտոնենք ամսի 20-ին, կխոսենք իր առաջի գալստյան մասին, բայց Տերը գալիս է, մեր Տերը։ Տեսեք, քանի անգամ խոսում Տիրոջ գալստյան մասին։ Եվ այն 7 հոգիներից Սուրբ Հոգին, որ նրա աթոռի առաջին են, եւ Հիսուս Քրիստոսի ավատարին վկայից, որ անդրանիկն է մեռելներից եւ իշխանը երկրի թագավորների։ Երկնքում մեկ թագավոր կա, ինքն է, երկրի վրա բոլոր թագավորների, ամեն։ Թող այս երկրի թագավորները մեծ բան էլ չկարծեն իրենց մասին, քույր եղբայրներս։ Թագավորը շուտով գալիս է եւ հազարամյան լինելու է երկրի վրա, որ նա թագավորելու է, այսպես ֆիզիկապես ու մենք Տիրոջ հետ ենք լինելու։ Նա գալիս է, այո եւ ամեն, հալելույա։ Նա որ սիրեց մեզ ու մեզ ազատեց մեր մեղքերից իր արյամբ։ Այդ դրա համար Քրիստոսը եկավ։ Ամեն անգամ, երբ որ աղոթում եք, Քրիստոսի արյունը հռչակեք ձեր կյանքի մեջ։ Եվ մեզ թագավորներ եւ քահանաներ դարձրեց Աստծո եւ իր հոր համար։ Ում? Ասում եմ մեզ, քույր եղբայրներ։ Հեչ տեսել եք ձեզ այս կոչումի մեջ։ Քահանաներ եւ թագավորներ։ Հազարամյան որ գա տեսնելու եք։ Նրանք, ովքեր Քրիստոսի հետ թագավորեն այս երկրի վրա, մենք թագավորելու ենք, ունենալու ենք քահանայական ծառայություն, Փառքեր Հիսուսին, հալելույա։ Նրան փառքը եւ զորությունը հավիտյանս ասենք ամեն։ Ամեն, հալելույա։ 7-րդ համար ասում է, ահա նա գալիս է ամպերով, նորից ասում, սիրելի եկեղեցի, հիշեք, Տերը գալիս է շուտով ամպերով։ Եվ ամեն աչք կտեսնի նրան։ Աշխարհի սկզբից միջև վերջի մարդը տեսնելու է, ամեն աչք կտեսնի նրան եւ նրանք էլ որ խոցեցին նրան եւ նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը, եկեղեցին ասի այո եւ ամեն, այո եւ ամեն։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը։ Ինչից ենք վախում, քույր եղբայրներ։ Եթե նա սկիզբն է, նա վերջն է։ Մեջտեղի բաներից եկեք չվախենանք ինչա կատարվում։ Վերջը մեր Տերն է, ամեն, եւ Տերը շուտով գալիս է, հալելույա, սկիզբը եւ վերջը ասում է Տերը, նա որ է եւ որ է եւ որ գալու է ամենակալը։ Գիտեք, եկեղեցին մոռացել է, որ նա գալու է եւ Հովանես առաքյալը գիտեր, Տերն է Հովանես առաքյալի միջոցով անդադ ասում է նա գալու է, սիստեմատիկ հիշեցնում է, հալելույա, Տիրոջ գալուստը, որ շուտով պետք է լինի։ Մոտենում ենք հիմնական համարներին, 9-րդ խոսքը։
Ես Հովանեսը ձեր եղբայրը Հիսուսով ընկերակիցը նեղության, արքայության եւ համբերության, Աստծո խոսքի եւ Հիսուս Քրիստոսի վկայության համար եղա Պատմոս կոչված կղզում։ Եվ Կիրակի օրը լցվեցի հոգով։ Կիրակի օրը քույր եղբայրներս, Տիրոջ օրն է յուրահատուկ օր է։ Ոնց ինչ ուզում ես անես, Կիրակի օրը յուրահատուկ Աստված գործում, ամեն։ Այսօր Տիրոջ նպատակն է, որ հոգով լցվենք։ Կիրակի օրը։ Առաջի բանը ասում է Կիրակի օրը լցվեցի հոգով եւ իմ հետևից փողի ձայնի պես մի ձայն լսեցի. Ես եմ ալֆան եւ օմեգան, առաջինը եւ վերջինը, որ ասում էր. ինչ որ տեսնում ես գրիր գրքում եւ ուղարկիր Եփեսոսում, Զմուրնիայում, Պերգամոնում, Թիվատիրում, Սարդիսում, Ֆիլադելֆիայում, Լավոդիկիայում գտնվող 7 եկեղեցիներին։ Սա այս եկեղեցիները հիմա Թուրքիայում են։ Եթե գնանք առաջի դարը Թուրքիայում մեծ արթնություն էր, Պողոս առաքյալը եւ առաքյալները, որ եկեղեցիները սերմանել են, սա ընդամենը մի քանի եկեղեցիներ է նշում, գաղատացիների, կողոսացիների եկեղեցին մեծ արթնություն է եղել այդ հողերի մեջ, սիրելի քույր եղբայրներս, ամեն։ Եվ այս 7 եկեղեցիները ես կարամ ասեմ 150 եկեղեցիներին Սակրամենտոյում կան մոտ 150 եկեղեցիներ։ Եվ Աստված այսօր խոսք ունի ասելու իր եկեղեցիներին, սիրելի քույր եղբայրներ, ամեն, հալելույա, Տիրոջ անունը փառավորվի։ 12 համար ասում է, եւ ես ետ դարձա, երբ որ ձայնը լսեցի, ասում է, եւ ես ետ դարձա ձայնը տեսնելու։ Սա շատ կարևոր բան է, լսեք, որ ինձ հետ խոսում էր։ Եվ երբ որ դարձա, 7 ոսկի ճրագակալ տեսա, 7 ոսկի ճրագակալները քույր եղբայրներս նշում է 7 եկեղեցիների մասին, ամեն, ձայնը որտեղից է գալիս, տեսեք։ Եվ այն 7 ճրագակալների միջում մեկը մարդու որդի նման, երկար, պատմուճան հագած եւ ստինքների մոտ ոսկի գոտի կապած։ Տերը քայլում է իր եկեղեցու մեջ, ամեն։ Տեսնում ենք թե չէ, ինչ ենք տեսնում քույր եղբայրներս, չգիտեմ մեր կյանքում ինչ խնդիրներ, խնդիրներ, ինչ հոգսեր ունենք, Տերը քայլում է եւ Տերը խոսում է իր եկեղեցում։ Հալելույա։ Ես կուզեմ այն խոսքը, որ այսօր լսում ենք, այդ խոսքը կարանանք տեսնենք։ Շատ ժամանակ ասում ենք, բայց ես ոնց կարամ տեսնեմ, այն բաները, որ Հովանեսը տեսավ, արդյոք մենք հայտնություն կունենանք, մենք էլ տեսնելու այն բաները, որ Տերը մեզ ցույց է տալիս մեր մեջ։ Հալելույա։ Սիրելի քույրս, եղբայրս, հալելույա։ Այսօր խոսալու եմ Աստծո խոսքի 3 կարևոր փուլերի մասին, որը կախված է խոսքի հետ, լսելը ամենաառաջինը խոսքը, տեսնելը խոսքը եւ հռչակելը խոսքը։ Բավարար չի խոսքը լսելը, հավատացեք։ Խոսքը լսելը դա սկզբնականն է, երբ որ մենք լսում ենք խոսքը։ Երբ որ խոսքը սկսում ես տեսնել, Հովանես առաքյալը ասում է, խոսքը առաջուց լսեց ու թեքվեց, որ տեսնի խոսքը։ Ամեն։ Այս է շատ զորավոր բան է։ Դեպի այդ հայտնությունն են գնում, Տիրոջ անունը փառավորվի։ Երրորդ համարի մեջ ասում է խոսքը, որ երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը եւ լսողները, Փառքերը Հիսուսին, եւ սրանում գրվածները պահողները, որովհետեւ ժամանակը մոտեցել է, սիրելի քույր եղբայրներ, հալելույա։ Խոսքը տեսնելը կարևոր է։ 5 տակարանում, երբ որ Իսրայելի ժողովուրդը ընկնում էր մեծ նեղության մեջ, Աստված խոսում էր, առաջուց խոսքն էր գալի եւ խոսքից հետո գալիս էր, որ Աստված ուզում էր ցույց տալ, որ ես քայլում եմ ձեր մեջ։ Դեռ ես քայլում եմ իմ եկեղեցիների մեջ, հալելույա։ Իմ ներկայությունը ձեր մեջ է, հալելույա։ Հեսու 10-ը, որ կարդաք քույր եղբայրներս, Հեսուի 10-րդ գլուխ։ Իսրայելը մեծ պատերազմի մեջ էր։ Եվ Աստված խոսած Հեսուի հետ, առաջինը խոսքը լսեց Հեսուն, եւ գիտեք ինչ կատարվեց, եւ Հեսուն խոսեց Տիրոջ հետ եւ իսրայելացիների առաջ եւ ասաց. Արեգագ Գաբավոնի վրա կանգնիր եւ դու լուսին այսօղնի ձորի վրա կանգնիր։ Արեգակը եւ լուսինը կանգնել են, այսպիսի բան տեսել եք։ Տեր այդ հրաշքը արեց, որպեսի պատերազմը վերջացնեն։ Բաներ կա Աստված մեր կյանքի մեջ ցույց կտա, սիրելի քույր եղբայրներ, հավատացեք, երևի ասում ենք,
Բայց զայտի հեսուներ 5 տակարանում արեգակը կանգնեց, լուսինը կանգնեց, այս տեսակ բաներ եղավ։ Արդյոք մեր կյանքի մեջ այս հրաշքները կլինեն։ Ինչ է նշանակում խոսքը լսենք ու խոսքը տեսնենք, սիրելի քույր եղբայրներս։ 4-րդ թագավորացի մեջ խոսքը ասում է, որ մարգարեն գալիս է եւ խոսում է թագավորի կյանքի մեջ եւ ասում է դու պետք է բժշկվես, բայց նշան պետք է քո կյանքի մեջ լինի։ Եվ Եսայի մարգարեն ասեց, Տիրոջը կանչեց եւ ասեց. «Եվ ստվերը 10 աստիճան ետ դարձրեց եւ աստիճաներից, այն աստիճաներից, որ իջել էին աքազի աստիճաններով»։ Թագավորը ասում էր, ինչ իմանամ, որ կբժշկվեմ, ասում էր, թող արևը նշան լինի քեզ, կամ ստվերը, Շարոն։ Երբ որ հեշտ է, չէ, երբ որ արեգակը մայր է մտնում, դե ինքը գնալով շող կտեսեք իմ առաջից գնում է առաջ։ Բայց երբ որ ես քայլում եմ ու նայեմ շողքս իմ հետևով գնում է հետ, սա մի ուրիշ մի բան է, արեգակի վրա էս բանը նայենք։ Արեգակի շողքը միշտ առաջ կգնա մինչև մայրամուտը, բայց այս անգամ Տերը կանգնացրեց եւ ետ է գնում փաստորեն։ Եվ Աստված ցույց է տալիս եւ ասում է. «Տես խոսքը, որ խոսած քո կյանքի մեջ»։ Հալելույա։ Քանիստ եք ուզում Աստծո խոսքը լսեք ու տեսնեք, քույր եղբայրներս։ Այդ կրակը դրա մեջ է, հայտնությունը դրա մեջ է։ Երբ որ խոսքը լսում ենք, տեսնում ենք, երրորդ բանը պետք է հռչակենք խոսքը, ամեն։ Տիրոջ անունը փառավորվի։ Դուք պետք է տեսնեք խոսքը, սիրելի քույր եղբայրներ, ամեն մեկս։ Երբ որ խոսքը կարդում ենք ու լսում ենք, պետք է ասենք Սուրբ Հոգի Աստված, ցույց տուր ինձ խոսքը, որ տեսնեմ։ Հալելույա։ Ես Կիրակի օրը լցվեցի հոգով եւ իմ հետևից փողի ձայնի պես մի բարձր ձայն լսեցի, իմ ետևից փողի ձայնի պես մի բարձր ձայն, ու ասում է թեքվեցի ու խոսքը տեսնեմ։ Հայտնության գրքի մեջ 7 անգամ 7 եկեղեցիներին ասում է Աստծո խոսքը, ով ականջ ունի թող լսի ինչ է հոգին ասում։ Ամենաառաջի ամենակարևոր բանը խոսքը լսելն է։ Ամենաառաջի եւ ամենակարևոր բանը։ Գիտեք, երբ որ խոսքը լսում ես, հիմա մենք ամեն մեկս լսում ենք խոսքը, չէ՞։ Հիմա մեր մտքի դիմաց պատերազմ է, քույր եղբայրներ։ Եթե հիմա մի վարքյան հետ նայեք, մտածեք, մի 5 րոպե առաջ երևի կասես, իրոք միտքս ցրվել էր։ Իրոք միտքս չէր կենտրոնացել։ Այն պահը, երբ որ խոսքը կարդում ես, խոսքը լսում ես, ինչ որ քարոզ կամ բան, հավատա սիրելի քույրս եղբայրս, անկեղծ եմ ասում, մի անգամից քո մտքի վրա գալիս է հարձակում։ Որտեվ երբեք թշնամին սատանան չի ուզի այդ խոսքը ընկնի սրտիդ մեջ, որ դու այդ խոսքը տեսնես։ Որտեվ երբ որ խոսքը ընկավ սրտիդ մեջ ու դու խոսքը տեսար, հայտնությունը բացվեց, Սուրբ Ոգին խոսած քո հետ, գերբնական բան է լինելու կյանքիդ հետ։ Կարա դա լինի բժշկություն, դա կարա լինի, որ Տիրոջ ողորմության անսահման գութն ես զգում քո կյանքի մեջ, ու կյանքդ բացվում է քո առաջ։ Հասկանում ես, զգում ես Տիրոջ մեծ, Տերը պետք է բացի իր խոսքը մեզ, հալելույա, փառքեր Հիսուսին։ Եվ դրա համար ամենաառաջի բանը ինչ ասում Աստծո խոսքը, Հռոմեացիների 18-ի մեջ, 10-րդ գլուխ 8-րդ խոսքի մեջ ասում է, իսկ գիրքն ինչ է ասում։ Խոսքը մոտ է քեզ, քո բերանում եւ քո սրտում։ Դեռ մոտ է, քույրս եղբայրս։ Հիմա որ լսում ենք, դեռ մոտ է։ Բայց տեսեք, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, ուրեմն հավատքը գալիս է լսելուց եւ լսելը Քրիստոսի խոսքից։ Երբ որ խոսքը ընկնում է սրտիդ մեջ, սրա մասին մենք խոսացել ենք, այս խոսք բառը այստեղ ռեմա բառն է նշած, ոչ թե լոգոսը։ Լոգոսը, երբ որ Աստծո խոսքը Աստվածաշունչը կարդում ես, դա լոգոսն է։ Այդպես է գրված, այդ բացատրությունը։ Սկզբից էր բանը, բանը Աստծո մոտ էր, դա լոգոսն է։ Բայց երբ որ խոսքը ընկնում է սրտիդ մեջ, ընդունում ես սրտիդ մեջ արդեն խոսքը հավատքով խառնված, դառնում է արդեն հայտնություն ու դու կամաց կարող ես տեսնել բաներ, որ Տերը շատ անձնական է քո կյանքի մեջ ցույց տալիս։ Շատ անձնական, շատ հարաբերական է այս ռեմա խոսքը, սիրելի քույր եղբայրներս։ Ամեն։ Հալելույա։ Եվ սրա համար երբեք սատանային չի հետաքրքրում, երբեք չի հետաքրքրում տունը քանի Աստվածաշունչ ունենք։ Նրան չի հետաքրքրում։ Դու կարաս Աստվածաշունչը վերցնես, դնես կառավատիդ կողքը, որտե ուզում ես։
պատերազմը սկսում է, երբ որ խոսքը կարդում ես ու սկսում ես լսել։ Մինչև այդ միտքդ կարում ես, լսում ես, հենց որ խոսքը կարդում ես, մտքեր է գալի, ցրվում ես, տանում է, չես կարում քո հասկանում ես, որովհետև ինքը գիտի այդ խոսքը, որ եկավ ընկավ սրտիդ մեջ, ուղղակի ամբողջ դիվային ուժերը սատանայի սուտը բացվելու է։ Դու տեսնելու ես ու զգալու ես, որ դու Աստծո որդի ես, Քրիստոսի արյունով գնված, սրբված, խոսքը քո մեջ ընդունելու ես։ Եվ ամեն դատապարտություն քո դեմ եկած, Սուրբ Հոգին սկսելու է գործ անել սրտիդ հետ ու աշխատել, ամեն։ Խոսքը ընկնում է սրտիդ մեջ, Սուրբ Հոգին դառնում է քո մի մասը, քո ուսուցիչը, սկսում է քո հետ աշխատել, հալելույա։ Ղուկաս 8:12-ի մեջ ասում է, որոնք ճանապարհի եզրին ընկան։ Շատ ժամանակ խոսում ենք պարարտ հողի մեջ ընկած խոսքը, այո, ասում ենք պարարտ հողի մեջ անգել, լավ է, այն խոսքն է, որ մարդը վերստին ծնվում է։ Բայց լսեք, առաջնայինը, որոնք ճանապարհի եզրքին ընկան, նրանք են, ովքեր խոսքը լսում են, ամեն, բայց հետո սատանան գալիս է եւ խոսքը նրանց սրտից հանում է։ Խոսքը արդեն մոտ է քո սրտին հավատալու, հավատքի հետ խառնվելու, մեկ է սատանան գալիս է, բերում է անսահման ստեր, քո անցյալը, քո կինը, քո ամեն հարաբերություններ, անհաջողություններ կյանքիդ մեջ, որ կարողանաս խոսքը չթողի սրտին, միտքը տացրում, որ այդ խոսքը չմնա սրտիդ մեջ։ Խոսքը երբ որ սրտիդ մեջ մի կարճ ժամանակ պահես ու կարդաս ու աղոթես այդ խոսքի վրա, այդ լսածդ խոսքը մի մեծ գործ Աստված կյանքիդ մեջ անելու։ Քույր եղբայրներ, մենք չորեքշաբթի օրը որ աղոթում ենք, մենք որոշեցինք, որ պետք է Աստվածաշունչը կարդանք նորից։ Որտեղ մեծ ստատիստիկա կա Ամերիկայում, որ ասում է գնալով decline, իջնում է Աստծո խոսքի կարդալը։ Շատերը ասում են, դե գիտես ինչ կարիք կա խոսքը կարդալը, կարամ լսեմ։ Այո, լավ է լսելը, դա շատ լավ է։ Լսելը, հավատքը գալիս է լսելուց եւ լսելը Աստծո խոսքից, հայտնության մեջ ասում է երանելի են այս խոսքը կարդացողներն ու լսողները։ Երբ որ դու խոսքը կարդում ես, ավետարանը ձեռքիդ մեջ, դու տեսնում ես։ Սա մի չտեսնված գերբնական բան է։ Ու նոր բաներ ես տեսնելու։ Ու նոր բաներ ես լսելու։ Ամեն։ Ավետարանը վերցրեք ու նորից կարդացեք։ Եկեք այս ապրիլ ամիսը ասենք, սա լինելու է ավետարանի ամիսը։ Բացելու ենք ավետարանը ու կարդալու ենք ու լսելու ենք ու հռչակելու ենք Աստծո խոսքը, թող Տիրոջ անունը փառավորվի, հալելույա։ Խոսքը շատ կարևոր է, երբ որ սկսում ես լսել, այնքան զորավոր է։ Ստեփանոսը երբ որ գործք առաքելոց 7-ի մեջ Ստեփանոսին քարկոծում էին, հիշում եք քարկոծվելու պահը, Ստեփանոսը ինչ ասեց, սիրելի քույր եղբայրներ, ով էր կանգնած, ով էր կազմակերպել այդ Ստեփանոսի մահը, հիշում եք, Պողոս առաքյալը, ամեն։ Պողոս առաքյալը, որ այս գլուխգործոցն էր Ստեփանոսի մահվան եւ վկան էր, ամեն մեկի իրենց շորերը բերել էին, որպես Պողոսի ոտքերի առջև էին դրել եւ գրեթե արդեն պետք է Ստեփանոսին քարկոծեն, իր կյանքի ավարտին տեսեք ինչ է կատարվում, ինչ որ կատարվում է Հովանեսի կյանքի մեջ։ Իսկ ասма նա, ասма Սուրբ Հոգով լեցված դեպի երկինքը նայեց ու տեսավ Աստծո փառքը եւ Հիսուսին Աստծո աջ կողմում կանգնած։ Եվ ասաց. ահա ինչ եմ անում, տեսնում եմ երկինքը բացված ու մարդու որդին Աստծո աջ կողմում կանգնած, ամեն աչք պետք է տեսնի, հայտնության գիրքը ասում է։ Ամեն մարդ այս կյանքից լինես հավատացյալ, լինես չլինես հավատացյալ, մեկը Տիրոջը տեսնելու ես, քույրս եղբայրս։ Երանելի այն մարդիկ, ովքեր Տիրոջը առաջ ծունկ են ծռում հիմա։ Երանելի այն հոգիներին, ովքեր հիմա են ասում, հայր թող քո կամքը լինի, Տեր։ Հալելույա, Տեր։ Եվ այդ ժամանակ հետաքրքիր է նա, որ վկայում է Ստեփանոսի ամենաերկար քարոզը, որ մենք Գործք առաքելոցի մեջ կարդում ենք այս քարոզը, վկայում է Քրիստոսի մասին Իսրայելի պատմությունը, Պողոս առաքյալը կանգնած լսում է։ Իզուր չի, որ Պողոս առաքյալը ասում էր, որտեվ խոսքը մոտ է քո սրտին։ Ամեն։
Այսինքն հավատքի խոսքը, ուրեմն հավատքը գալիս է լսելուց եւ լսելը Քրիստոսի խոսքից, այդ ժամանակ Ստեփանոսը, որ քարկոծեցին, մահացավ, հոգին ավանդեց երկինք, Պողոսի կյանքի մեջ մի չտեսնված բան էր կատարվում։ Հավատում եք։ Նա վկա էր Ստեփանոսի մահվանը, սիրելի քույր եղբայրներ։ Բայց դրա հետ մեկտեղ նա ուշադիր լսում էր Ստեփանոսի վկայությունը Հիսուսի մասին։ Ու իր մեջ արդեն առաջացել էր ինչ-որ մի բան։ Մոտ էր խոսքը սրտի մեջ։ Բայց դեռ հավատքով չէր խառնվել։ Մինչև որ Դամասկոսի ճանապարհին մեկ այլ խումբ հավատացյալներ վերցրած տանում էր Դամասկոս, որ մահապատժի ենթարկի, հալածի։ Ես հավատում եմ այդ սուրբերը նորից էին աղոթում, նորից էին խոսում, նորից էին դավանում, հրճակում։ Սա այն սուրբերն էին, սա այն եկեղեցին էր, որ խոսքը լսում էր, տեսնում էր ու հրճակում էր։ Խոսքը եթե լսես, տեսնես ու հրճակես, անհնարին է քո կյանքի մեջ, քո հարազատների կյանքի մեջ փոփոխություն չլինի։ Անհնարին բան է քույրս եղբայրս։ Դա ես իմ կյանքի մեջ եմ տեսել։ Իմ կյանքի մեջ բազմիցս անգամ տեսել եմ Տերը ոնց է գործել, երբ որ խոսքը լսելուց հետո սկսել եմ տեսնել։ Հասկանում եք, մի չտեսնված է ու երբ որ տեսնում ես, Տերը ասում է պատմի։ Չես կարող այդ տեսածդ պահես մեջդ, պետքա պատմես։ Եվ հետաքրքիր է, երբ որ Պողոսի կյանքի մեջ Ստեփանոսի կյանքի ավարտին նա տեսնում է Տիրոջը, վկայում է խոսքը, Պողոսն է դարձիա գալիս Քրիստոսին տեսնելով, ասում է Սավուղ, ինչու ես ինձ հալածում, ամեն։ Ով ես դու Տեր, ասում է դու նա ես, ասում է որ հալածում ես ինձ, իմ եկեղեցում, քույրս եղբայրս, հալելույա։ Եկեք ասենք հավատքը գալիս է լսելուց, լսել Աստծո խոսքից։ Հավատքը գալիս է լսելուց, լսել Աստծո խոսքից, հալելույա Տեր։ Խոսքը բավարար չի լսելը հիմա, քույր եղբայրներ, խոսքը մենք պետք է տեսնենք, ամեն։ 12 խոսքը հայտնության ասում է եւ ես ետ դարձա ձայնը տեսնելու։ Նայ մարդուն կարաս տեսնես, չէ՞։ Ձայնը ինչպես կարաս տեսնես։ Սա է հետաքրքիր։ Լսել եք այս տեսակ բան, ձայնը տեսնեմ։ Մարդուն կարանք տեսնենք, մարդու հետ կարանք շփվենք, նման բաներ, ձայնը տեսնելու, քույր եղբայրներ։ Աստծո խոսքը տեսնելը շատ խորն է ու հարաբերական։ Քո փրկչի ձայնը պետքա ճանաչես։ Ոյսի բարդ բան չի, բարդ բան չի, հալելույա։ Նա կիրակի օրը կանգնած էր, նա տեսավ երկինքը բացված, Աստծո տաճարը, Աստծո տաճարի մեջ տեսավ Հովհաննեսը ինքն իրեն կանգնած, ու այդ ձայնը գալիս էր, գիտեք որտեղից, իր ետևից, սրբության սրբոցից։ Տիրոջ ներկայության գահից էր այդ ձայնը գալի։ Ու նա ընդունեց ու ասեց այս ձայնը այն ձայնն է, որ իմ փրկչի ձայնն է, ես տեսել եմ, լսել եմ, իմ սրտի հետ խոսացել է, ես ուզում եմ տեսնեմ հիմա։ Քույրս եւ եղբայրս եւ 54 անգամ գրում է Հովհաննեսը, որ նա բաներ տեսավ հայտնության գրքի մեջ։ Ես ժամանակ չունեմ կարդալու այդ տեսած բաների մասին։ Բայց իմ աղոթքս այսօր նա է, որ այն բաները, որ Տերը ձեզ ցույց է տալի, այդ բաները գրանցեք ու գրեք ու տեսեք։ 2013 թիվը ձեռնադրությունս որ պետքա լիներ, մեր Assembly of God-ի հովիվներից մեկը պետքա ձեռնադրեր, ինքը assistant superintendent-ն է Assembly-ի, մեր օֆիս այստեղ է, Watt Avenue-ի վրա։ Ու ձեռնադրությունս ինքը պետքա աներ, գնում էի շաբաթը 2 անգամ հանդիպում էի եղբայրի հետս աշխատանք էր տանում։ Եվ մի անգամ մտա ուշադիր չէի նայել այս պատի վրայի նկարը։ Հիմա որ տեսնում եք, պատի վրայի այս նկարն էր, բայց օրիգինալ ձևով էր այս նկարը պատի վրա։ Ու ասեցի Dr. J, ասեցի, այս նկարը ինչ նկար է։ Ասեց 92 թվին ասեց, մոտ 92 թվի սկիզբը ասեց։ Քարոզում էի մենք էլ առաջի Կորինթացիս 1:23-ը, որ Պողոս առաքյալը ասում է մենք էլ քարոզում ենք խաչալ Քրիստոսը։ Ու ասում է քարոզից առաջ այս քարոզը որ պետք է տայի, ասում է մի երիտասարդ եկավ, ինքը նկարներ էր նկարում, բայց դեռ հայտնի չէր այդքան։ Նկարներ ուներ ու հրատարակած լավ գեղեցիկ նկարներ, որոշ չափով ճանաչում էին իրեն։
Եվ ասես Dr. J, կարաս իմ համար աղոթես, ուզում եմ տեսնեմ մյուս բանը Տերը ինչ ասում, որ ես նկարեմ։ Հասկանում եք։ Դա եմ ուզում տեսնեմ։ Ասում եմ եւ աղոթեցի ու գնացի ու քարոզում եմ առաջի Կորինթացիները, մենք էլ քարոզում ենք խաչալ Քրիստոս։ Ու կողքը մի երիտասարդ նստած։ Այս նկարիչը, որ հիմա տեսնում եք, սիրելի քույր եղբայրներ, Թամես անունով 1992 թվականին այս նկարի անունը դրել է Forgiven ներված։ Եվ այս երիտասարդը կապանքների մեջ, նարկոտիկի մեջ եկել էր ծառայության։ Եվ մենք էլ քարոզում ենք խաչալ Քրիստոս։ Dr. J-ը քարոզում է, այս խոսքը եղբայրը ընդունում է իր սրտի մեջ ու նայում է կողք այս երիտասարդին։ Ու ասում է Տերը մի անգամից ասեց ինչ ես տեսնում։ Ինչ ես տեսնում։ Ասես տեսնում եմ այս նկարը։ Իր մտքի մեջ, իր սրտի մեջ արդեն Սուրբ Հոգին կերտել էր, որ այս նկարը պետք է գնա, քանից եք տեսել այս նկարը, շատ հայտնի նկար է։ Ամենահայտնի նկարներից մեկն է։ Ու հետաքրքիր է միլիոնավոր, չգիտեն այս նկարի թիվն ու քանակը ինչքան է ծախվել, վաճառվել այս նկարը խանութներում։ Փաստորեն, սա այն երիտասարդն էր, որ ապաշխարում է, սա դառնում է մեծ հավատքի մարդ։ Բայց եղբայրը այդ խոսքը տենալով տեսել էր, որ ոնց Քրիստոսը վերցնում է եւ մուրճն ու մեխը ձեռքը երակների մեջ այս նկարը կա, որ տարբեր ձևերով են մարդիկ նկարը։ Այս նկարը այնքան ճանաչված է, որ արդեն ամեն մեկը իր ազգի տեսակով է նկարել։ Քրիստոսի ձեռքերի մեջ հայն է, Քրիստոսի ձեռքի մեջ, չգիտեմ, ազգի ամեն ազգ տեսել է, ամեն մեկը իրան Քրիստոսի ձեռքերի մեջ ներված, սրբված ու մաքրված, հալելույա։ Ինչ ես տեսնում քույրս եղբայրս։ Հալելույա։ Իմ փափագն է, իմ բանն է, որ խոսքը Տիրոջ տան մեջ, երբ որ մենք խոսում ենք, Աստծո խոսքը կարդում ենք, ինչա Տերը ցույց տալիս այդ խոսքի մեջ մեզ։ Պատկերացնում ես, ինչ հայտնություն ունեմ։ Արդյոք տեսածդ կարաս նկարես, կամ պատմես, կամ կարաս այդ հայտնության մասին խոսաս, ամեն, հալելույա։ Եվ ասում է սիրելի քույր եղբայրներ, որ այս եղբայրը այս գործը անում է եւ ամենաառաջի գործը այդ օրիգինալը տալիս է Dr. J-ին իր օֆիսում կախած է այդ նկարը պատի վրա ու իմ հիշողության մեջ է մինչև այսօր։ Հովհաննես 1:51-ի մեջ Տերը սա է ասում մեզ, սիրելի եկեղեցի։ Տիրոջ խոսքը սա է։ Եվ նրանց ասաց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, այսուհետև կտեսնեք երկինքը բացված։ Այսուհետև կտեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակներին մարդու որդու վրա ելնելիս եւ իջնելիս։ Տեսնում եք սա։ Հիմա այս խոսքը տեսնում եք։ Տեսնում եք հավատքով, որ Քրիստոսը մեռելներից հարություն է առել։ Տեսնում եք ոնց է Քրիստոսը փառավորվել դատարկ գերեզմանի մեջ։ Պատմիր Քրիստոսի մասին տեսածդ։ Տեսածդ բաները չես կարա պահես մեջդ։ Պատմիր, վկայիր, ընկերներիդ, շրջապատիդ, ես հավատում եմ ամեն մեկս։ Այն խոսքը, որ հավատքով խառնվել է մեր մեջ, ընկել է մեր սրտի մեջ։ Հավատացեք, ամեն մեկս թե այդ մեր տեսած խոսքը, որ վկայենք դուրսը, 2 ամիս հետո այստեղ նստելու տեղ չի լինի։ Անկեղծ եմ ասում ձեզ, քույր եղբայրներ, ես երբեք չեմ էլ կասկածում Աստծո խոսքի վրա, որ դա զորավոր ու կրակոտ խոսք է։ Ու ինչ է Տերը արել իմ կյանքի մեջ։ Հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Այո, Աստվածաշունչը խոսում է տեսնելու, լսելու մասին, սիրելի քույր եղբայրներ։ Մենք կորցրեցինք մեր հոգևոր աչքերը, այն ինչ որ Ադամը պարտեզում տեսնում էր, նախքան մեղ գործելը։ Նրանք Աստծո ներկայությունը, Աստծո սերը մի այլ ձև էին զգում։ Բայց տեսեք ինչ կատարվեց Ծննդոց գրքի մեջ, սա մեծ հայտնություն անելու տեսեք, քույր եղբայրներ։ Ծննդոց 3:6-ի մեջ, երբ որ Սատանան մոտեցավ Ադամին, ասում է, եւ կինը ինչ արեց, եւ կինը տեսավ։ Պրոբլեմը նա է, որ մենք շատ տարբեր բաներ ենք տեսնում։ Կա մարմնավոր աչքերը մեր շատ բաներ է տեսնում եւ կա մեր հոգու աչքերը, որ հավատքով պետք է տեսնենք այն բաները, որ Տերն է ցույց տալիս։ Բայց դա չի կարա գալ, մինչև որ խոսքը հավատքով չխառնվի մեր սրտի մեջ, ամեն։
Եվ ասում է եւ կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար եւ թե հաճելի էր աչքին եւ փափագելի էր ծառը ինչի համար նայելու համար։ Տեսնում եք, տեսնել ու նայել։ Եբրայերեն բառը այս տեսնել ու նայել սա է կոչվում։ Առաջինը որ սենց անցնում ես, միակնթարթ մի բան ես տեսնում, բայց լավ բան չես տեսնում։ Ամեն։ Ու անցնում ես։ Ու մեկ էլ միտք է գալի, ասում է մի հատ հետ գնա ու նայի։ Եղել է տենց բան։ Հեռախոսը ձեռքը տա, թերթում ես, տեսնում ես, կամ Facebook-ի վրա կարաս սենց արագ սենց բան անես, տեսնում ես, մեկ էլ ասում ես չեմ մի հատ հետեթամ ու նայեմ։ Այ հենց սրա մասին եմ խոսում։ Մեր մարմինը շատ լավ է այս գործի մեջ, տեսնելու ու նայելու մեջ։ Մենք մեր հոգին պետք է վարժեցնենք հիմա։ Մեր հոգին պետք է վարժեցնենք, որ երբ որ հոգու խորը բաներն ենք լսում, այդ բաները տեսնենք հավատքի աչքերով, ամեն։ Տեսեք Աստծո խոսքը ասում է Եփեսացիների 1:18-ի մեջ, Պողոս առաքյալի աղոթքը սա էր, որ ձեր սրտի աչքերը լուսավորվի։ Որ դուք երբ որ խոսքը լսում եք, ձեր սրտի մեջ պահեք հայտնությունը տենաք Աստծո խոսքի, ու այդ հայտնությունը սկսեք հրճակել։ Հրճակել քույրս եւ եղբայրս։ Հալելույա։ Հիմա գնում ենք մի այլ խոսքի շուրջ ենք խոսում։ Խոսքը տեսնում ես, խոսքը ընդունում ես մեջդ։ Սա շատ հետաքրքիր պահ է այդ պահը։ Ամեն։ Սիրելի քույրս եղբայրս, Սաղմոս 34:8-ի մեջ ասում է ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Ճաշակեցեք ու տեսեք, այսինքն խոսքը կարդացեք ու խոսքը տեսեք, որ Տերը քաղցր է, ամեն։ Աստծո խոսքը շատերը դժվարանում են կարդան, որովհետև ասեմ խի։ Ամենառաջի պահը, երբ որ խոսքը կարդում ես, խոսքը շատ քաղցր է։ Ամեն։ Բայց երբ որ սկսում է այդ խոսքը ընկնել սրտիդ մեջ, գալիս է շատ ընես մի պահ, որ սկսում է Սուրբ Հոգին խորը գործ անել։ Ասենք սուրջրի անել, օպերացիա անել մեր սրտի մեջ։ Սկսում է բաներ կառանձնացնել։ Գալիս է Սուրբ Հոգու քաղցր հանդիմանությունը մեր սրտի մեջ։ Մենք սկսում ենք լսել սա։ Մեկ էլ գալիս է թշնամու դատապարտությունը։ Դու գիտես, այդ Տերը սուրբ է։ Դու գիտես դու ով ես, դու մեղավոր ես։ Դու արժեք չունես, դու գիտես երեք, դու գիտես ու սկսում է քո ամբողջ ու սկսում է դատապարտել, դա զրպարտել քեզ, քույրս եղբայրս։ Եվ այդ պահը, երբ որ այս խառը զգացմունքներով անցնում ենք, գրեթե ասում ենք դե լավ, ավելի լավ է չկարդամ, որովհետև հենց կարդում եմ մի բան հետը սեն չի իլնում։ Հենց Աստվածաշունչը դնում եմ մի կողմ, ամեն ինչ դզվում է, ամեն։ Խոսքը սկսի լսել ու լսել, կարդալ ու կարդալ, մինչև ընկնի սրտիդ մեջ ու այդ խոսքը տալու է քեզ հայտնություն։ Տուր ինձ քո հայտնությունը Տեր։ Հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Հայտնության մեջ Հովհաննեսը ասում է, այո, խոսքը ասում է, ես էլ ասում եմ, վերցրեցի մեջս, հայտնություն 10-ի մեջ։ Մի հատ գիրք կար ասում է։ Այդ գիրքը տվեց, երբ որ ասում է, կերա բերանից մեջ քաղցր էր։ Երբ որ ասում է, ընդունեցի մեջս, սկսեց դառնանալ, սկսեց գործ անել Աստված սրտիս մեջ, ամեն, հալելույա։ Քանից եք տենց զգում շատ ժամանակ։ Թող խոսքը գա, թող խոսքը գա։ Թող Տիրոջ քաղցր խոսքը, ճաշակեցեք ու տեսեք Տերը քաղցր է, ընդունենք մեր մեջ, ճաշակենք Հիսուսի Քրիստոսի խոսքը, ու երբ որ այդ դառնությունը կզգանք, Տերը այդ դառնությունը կփոխի կյանքի, սիրելի քույր եղբայրներս։ Հավատացեք առաջի ծառայությանը, անգլերեն ծառայությանը, դրա մասին էր խոսում Pastor Scott-ը, ասում էր, որ ոնց դառը ջրերը Իսրայելի Աստված քաղցրացրեց, ամեն, ոնց ասես փետը վերցրու գցի ջրի մեջ ու ջրերը կքաղցրանան, հալելույա, Քրիստոսի խաչը, Քրիստոսի արյունը, գցեք մեջ ու ասում է դառը ջրերը կքաղցրանան, հալելույա, փառքեր Հիսուսին։ Ինչ որ տեսնում ենք սիրելի քույր եղբայրներ, մենք պետք է հրճակենք, ինչ ենք տեսնում մեր կյանքի մեջ, այս հարցն եմ էլի տալիս։ Ինչ է Աստված ձեզ ցույց տալիս ձեր կյանքի մեջ, յուրահատուկ, այս տեսնելը շատ յուրահատուկ է։ Իմ կյանքի մեջ մեծ վկայություն ունեմ, որ ինչ որ եղել է երեք ա եղել, բայց շատ նոր է սա, դեռ ինքը պետք է հասունանա։
Երևի մի ամիս հետո կասեմ այս վկայության մասին, շատ հզոր վկայություն է։ Ու Տերը մի ինձ նոր բան ցույց տվեց, որ իմ ծառայության մեջ գրեթե ես երբեք աղոթել եմ շատ այդ կետի շուրջ, բայց Տերը մեծ հայտնություն ցույց տվեց, սիրելի քույրս եւ եղբայրս, ամեն։ Ես ասում եմ, մենք 3 ամբողջ գիշեր չենք արածել, ես ու Վարդուին քնենք, ամբողջ գիշեր, ու անդադ մտածում ենք այդ արած այդ հրաշքի մասին, որ Տերը մեր կյանքում արեց։ Ես դրա մասին հետո կպատմեմ։ Հալելույա։ Ինչ ես տեսնում։ Դեղ դիր աչքերից, Տեր Հիսուս Քրիստոս, բացիր աչքերս, բացիր սրտիս աչքերը, բացիր միտքս, բացիր կյանքս, Հիսուս, հալելույա։ Մարկոս 8-ի մեջ ասում է, մի կույր բերեցին Հիսուսի մոտ, ասում է, ու խնդրում էին, որ նրան դիպչի։ Հիսուսը կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս հանեց, նրա աչքերին թքելով ու ձեռքով դրեց նրան, ասում է, դիպչելով նրան հարցրեց։ Հիմա ինչ եք տեսնում այս համարի մեջ, սիրելի քույրս, եղբայրս։ Աս բերել էին, ասել էին կպի, բայց վերցրեց, թքեց, ցեղ շինեց ու դրեց աչքերին։ Ինչ ես տեսնում այս համարի մեջ։ Տեր, դու կարայիր կպնեիր, դու կարայիր ասեիր աչքերը բացվեր, դու կարայիր տարբեր ձևերով հրամայիր լիներ, բայց ինչու թուքն ու ցեղը, ինչ ես տեսնում այս խոսքերի մեջ։ Թող Տեր իր խոսքը բացի մեզ։ Եթե ոչ, սիրելի քույրս, եղբայրս, չէ որ Աստված նույն ձևով հողից մեզ ստեղծեց։ Այն Աստված հիշեցրեց, որ լսեք, Ադամին ոնց եմ վերցրեց ցեղը։ Այդ ցեղը ձեռքերի մեջ աչք պատրաստեց ու դրեց այս անձնավորության վրա։ Տերը կարա սա անի, թե չէ։ Ամեն խոսքը այո եւ ամեն է Տիրոջ։ Ես հավատում եմ Աստծո կենթանի խոսքին, հալելույա։ Ինչ ես տեսնում։ Եվ նրա աչքերին ասма թքելով ու ձեռքով դրեց նրան, դիպչելով նրան հարցրեց, թե որևէ բան տեսնում ես։ Նա նայեց ու ասաց, տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են։ Հետո դարձյալ ձեռքերը նրա աչքերի վրա դրեց եւ նրան հստակ տեսնել տվեց։ Տեր, տուր ինձ հստակ տեսողություն։ Տուր ինձ հոգևոր տեսողություն իմ կյանքի մեջ։ Տուր ինձ հոգևոր տեսողություն, հայտնություն, որ իմ կյանքի մեջ ես ինձ տեսնեմ, կողքինից չտեսնեմ։ Տուր այն հայտնությունը, Տեր, որ ես տեսնեմ իմ չբացված բաները իմ կյանքի մեջ բացվի, Տեր Աստված, հալելույա։ Եվ ասում է, հետո դարձյալ ձեռքերը նրա աչքերին դրեց եւ հստակ տեսնել տվեց, նրա տեսողությունը վերականգնվեց եւ բոլորովին պարզ տեսնում էր, հալելույա, փառքերը քեզ Հիսուս, հալելույա։ Հայտնություն 3:18 ասում է, դեղ դիր աչքերիդ, որ տեսնես, քույրս, եղբայրս։ Այս դեղը հունարեն մի բառը, որ մեկ անգամա գրված ամբողջ նոր կտակարանում, այն էլ հայտնություն 3:18-ի մեջ օծություն բառն է, բայց շատ յուրահատուկ օծություն է, որ այսօր այդ օծությունը պետք է խնդրես քո կյանքի մեջ։ Քրիստոս դեղը մեր բժիշկը քո կյանքի մեջ բացի հոգևոր աչքերդ, որ խորը հարաբերություն ունենաս Աստծո խոսքի ու նրան տեսնելու խոսքի մեջ։ Ամեն։ Այս ամենամեծ հայտնությունն է։ Մարդիկ, ովքեր որ խոսքը տեսել են, փառահեղ երգեր են գրել, քույր եղբայրներ։ Դրա մասին կարա վկայի մեր խաչատուր եղբայրը։ Ոնց ես երգը գրում, ուղղակի ասում ես մի հատ երգ գրեմ։ Երբ որ խոսքը գալիս է, Սվետ քույր կարաս ասես, խոսքը առաջուց գալիս է, մեկ էլ Աստված ասում է, ինչ ես տեսնում, գրի։ Տեսեք, այսպես է լինում։ Խոսքը գալու է, խոսքը կարդալու ես։ Ինչ որ տենաս շատ յուրահատուկ է, քո մեկ էլ Աստծո մեջ, ասա, Տեր, այս ցույց տված բան ուզում եմ գրեմ։ Հալելույա, Տեր, փառքերը քեզ Հիսուս, հալելույա։ Տերը թող բացի մեր աչքերը, թող փակի այն բաները, որ պետք չտենանք։ Բաներ կա, որ պետք չտենանք։ Բաներ կա, որ
պետք չի տեսնենք, բաներ կա, որ պետք է Տերը բացի, հոգևորը, գերբնականը, որ տեսնենք։ Գիտեք, սիրելի քույր եղբայրներ, 4-րդ թագավորացի մեջ հետաքրքիր բան կար։ Եղիսեն եւ իր ծառան շրջապատված էին թշնամու բանակով։ Առելի բանակ էր եկել։ Եվ մի օր Եղիսեի ծառան դուրս է գալիս, առավոտյան շրջելու ու տեսնում այս ամբողջ թշնամու բանակը։ Ու մի անգամից աղաղակում է իր տիրոջն կանչում, ասում է Տեր, ասում է ինչ է կատարվելու մեր հետ այս թշնամին բանակը հզոր։ Ինչ ենք տեսնում, վախն ենք տեսնում, թե տիրոջ ներկայությունն ենք տեսնում մեր կյանքի մեջ։ Երբ որ գալիս է վախ, դիպրեսիա, anxiety, հարված մեր կյանքի մեջ սիստեմատիկ, իմացեք, ուրեմն պետք է ասենք Տեր, հենց հիմա դեղդ իր աչքերի սրա, որ քո ներկայության փառքը զգամ ստե։ Տեր միտքս մաքրիր, աչքերս բացիր, սրտիս աչքերը լուսավորի Տեր Հիսուս Քրիստոս։ Հալելույա Տեր։ Եվ Եղիսեն աղոթքով ասում աղոթեց։ Եվ սա ասեց, ով Տեր, բացիր սրա աչքերը։ Բայց չէ որ նա արդեն աչքեր ուներ բացված։ Ինչ էր տեսնում։ Այդ բացված աչքերը տեսնում էր այն ինչ որ Ադամն էր տեսել ու թաքնվել, վախից, սարսափից։ Բայց երբ որ սրտի աչքերը լուսավորվեց, հոգու աչքերը բացվեց, ասում նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն, ձիերով եւ կառքերով։ Հալելույա։ Թող Տերը բացի իր փառքը մեր մեջ։ Թող Տերը բացի այն ինչ որ Մովսեսն էր ուզում ու փափագում ու ասում էր, Տեր, ուզում եմ երեսը տեսնել։ Տեր ասեց, չես կարա տեսնես, Մովսես, եւ նրան դրեց ժայռի խոռոչի մեջ, ձեռքով փակեց, ասեց, ես անցնելու եմ, երբ որ անցնեմ իմ ետևից կարող ես ուղղակի մի թեթև տեսնես իմ փառքը։ Ինչ ես տեսնում այդ համարի մեջ։ Աղոթել ենք սա։ Աստված Քրիստոսին ու քեզ դրեց Գողգոթայի գերեզմանի մեջ, որտեղ խոսք ասում է մենք նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։ Եթե նրա հետ մեռել են Գողգոթայի ժայռի խոռոչի մեջ, նրա փառքն էլ կտեսնենք, հալելույա։ Համաձայն եք եկեղեցի։ Եկեղեցի Տերը ուզում է մեզ տանի փառքից փառք, ավելի մեծ գործերի մեջ։ Բայց շատ ժամանակ վախը, գիտեք ինչ ան, վախը մեզ ծածկում է, թուլացնում է։ Եկեք մտնենք Աստծո ներկայության մեջ։ Ասեմ Տեր, Եղիսեի ծառայի աչքերը բացվեց ու նենց բաներ տեսավ։ Տեր քո փառքը տեսնեմ, քո փառքը տեսնեմ, հալելույա։ Եվ Եղիսեն ասեց, նա էլ ասեց, մի վախեցի, որովհետև մեզ հետ եղողները ավելի շատ են, քան թե նրանց հետ եղողները։ Ես կուզեմ գանք աղոթքով Տիրոջ փառքը խնդրենք այստեղ։ Հալելույա։ Վերջում մեր երեխաների համար կաղոթենք, քույր եղբայրներ։ Փառքերը Հիսուսին, Տեր։ Փառքերը Հիսուսին, փառքերը Հիսուսին։ Փառքերը Հիսուսին, Հայր։ Հայր, ուղղակի ես լսել էի քո մասին։ Եվ այսօր ես քեզ տեսա։ Հայր, ես խնդրում եմ այսօր, Տեր Հիսուս, որ շատ անձնական դառնաս իմ հարաբերության մեջ, Հայր։ Հայր, բազմիցս անգամ լսել եմ քո խոսքը, բայց այդ թշնամին եկավ եւ խոսքը սրտիցս հանեց։ Հայր, այսօր ես ընդունում եմ հավատքով խառնված խոսքի մեջ, լոգոս, Աստծո խոսքի մեջ։ Ու խնդրում եմ, որ Աստծո օգին գործի մեր մեջ, Հիսուսի օգին բացի մեր սիրտը, մեր միտքը, մեր կյանքը, հալելույա, Տեր, Հայր, ես խնդրում եմ հայտնություն ցույց տաս այստեղ, հայտնություն, տեսիլքներ, խոսքդ գա, Տեր Աստված, քո խոսքը ամեն անգամ երբ որ մենք կարդանք, խոսքի մեջ տեսնենք Քրիստոսը, Աստծո որդին, նրա փառքը, հալելույա, Տեր, ես խնդրում եմ, Տեր Հիսուս,
Սիրելի Աստված, թող քո խոսքը ռեմա հայտնություն դառնա իմ մեջ, Տեր։ Տեր Հիսուս, ես այսօր խնդրում եմ, Հայր, այս եկեղեցու համար, Տեր, որ դու նոր գործ ես անում, դու այս եկեղեցին պատրաստում ես արթնության ալիքների համար։ Դու այս եկեղեցին պատրաստում ես, սիրելի Հայր, արթնության համար, եւ արթնությունը սա է։ Տերը ասում է խոսքից է գալու արթնությունը, խոսքից։ Երբ որ ամեն մեկս խոսքը կարդանք, եւ ասում է եւ Նեհեմիան տաճարի պատերն դրսի Երուսաղեմի պատերն էր կառուցում, եւ Եզրասը տաճարն էր կառուցում, տաճարն էր մաքրում ու սրբում։ Մեկ է սիրելի քույրս, եղբայրս գիրք են գտնում, Աստծո խոսքը սկսում են կարդալ, եւ Աստծո խոսքի մեջ կա անսահման ազատագրում։ Տերը ուզում է մենք գտնենք խոսքը նորից, բացենք խոսքը մեր տան մեջ, կարդանք եւ ասենք Տեր, ցույց տուր Սուրբ Հոգին, ցույց տուր Որդի Հիսուսին այս համարների մեջ։ Եվ Տերը ասում է այնինչ որ ես ցույց եմ տալու կգրես ու բարձր կերքես ու կաղոթես։ Բարձր կերքես, կաղոթես, այդ հրճակումները կանես քո կյանքի մեջ։ Խոսքը լսելը, տեսնելը եւ հրճակելը։ Փառք ես Հիսուս։ Փառք ես Հիսուս։ Փառք ես Հիսուս։ Հալելույա, ես կուզեմ այս թերթիկները բաժանենք։ Հալելույա Տեր, մենք սա կարդացել ենք մի քանի կիրակի առաջ, բայց ուղղակի լսել ենք երևի, լսել ենք, չէ՞։ Հիմա այս խոսքը կտանեք տուն, կկարդաք, կտեսնեք ու տան մեջ կհրճակեք ձեր սիրելի քույր եղբայրներ։ Թող Աստված ընդարձակի քո սահմանը, քույրս եղբայրս։ Երբ որ գտնվում ենք սահմանափակ վիճակի մեջ, ֆինանսներ, առողջական, ֆիզիկապես տկարություններ, թող ընդարձակի մեզ Տերը, բացի մեր սահմանները, Հիսուսի անունով եւ արյունով եմ ասում, Հայր։ Թող երկնային օրհնություններ տեղան քո վրա, սիրելի քույրս եւ եղբայրս։ Այս թերթիկի անգլերենը վերջում կա։ Թող երկնային օրհնություններ տեղան քո սերնդի վրա։ Եվ տեսեք գրածա Ծննդոց 28:10-17 համարները, կբացեք ու ամբողջ համարը կկարդաք, խի այս համարը գրված եղե, ու տեսեք ինչ Աստված արել Հակոբի կյանքի մեջ։ Ոնց է Հակոբը տեսել խոսքը, որտեվ ամեն մեկս լսում ենք, երբ որ խոսքը տեսնում ենք, հրաշքներ ա լինում մեր կյանքի մեջ։ Թող Աստված բացի եւ փակի դռները քո առաջ, այն դռները, որ Աստծուց են, Տերը բացի, եւ այն դռները, որ չարից, սատանայից են, Տերը փակի եւ արգելի։ Փառք ես Հիսուս, փառք ես Հիսուս։ Դիմադրեք սատանային ու նա կփախչի։ Թող սատանայի ծրագրերը շրջվեն ինձ դեմ, իր դեմ։ Սատանայի ամեն մի ծրագիր քո դեմ խոսացած շրջվեն իր դեմ։ Թող Աստված քեզ պաշտպանի բոլոր այն մարկանցից, ովքեր ուզում են քեզ չարիք անել։ Թող եկեղեցին կանգնի եւ դիմակայի ներկայիս չար ուժերի դիմաց, հալելույա։ Թող Աստված եկեղեցուն, սիրելի քույր եղբայրներս, առատ հոգիներ բերի այստեղ։ Սիրելի քույրս եղբայրս, լսիր, տես ու պատմիր Աստծո փառքը։ Եվ թող դա լինի նոր առաքյալներ, նոր աշակերտներ բարձրանան։ Թող Ստեփանոսի պես դուք էլ վկայեք խոսքը, թեև ձեր նեղության մեջ պատմեք խոսքը աշխարհին, որովհետև Պողոսը պետք է ծնվի, որովհետև Պողոս առաքյալը լսում է խոսքը մոտ է նրա սրտի մեջ, տղայիդ աղջկադ կնգադ, չպարտվես, խոսա, հավատա, հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Թող Աստված իր եկեղեցու մեջ առատ հոգիներ բերի, թող Աստված լցնի ձեր կարիքների իր հարստության չափով, եւ թող Աստված
Առատապես օրհնի ձեզ եւ ձեզ հաստատի ձեր որկանցը, ընտանիքի քայլերը, հալելույա, հալելույա, երգենք եւ աղոթենք մեր երեխաների համար։